Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիքիրներ։ Ժողովուրդ ջան, դուք բոլորը ձեր տներում ունեք լվացարան, որոնք ունեն նմանատիպ ավտոմատ փական։ Սա փչացել էր, ես գնեցի նորը մի քանի օր առաջ, նույնիսկ խանութից գնեցի եւ արժեքը հիմա ձեզ ասեմ ինչ արժի։ Այս որ մատիտով նշած է, դա է 439 կրոն չեխական, որը որ մոտավորապես $22 է։ Հինը իհարկե ինձ հետաքրքրեց ինչի չէր աշխատում, ինչն էր պատճառը, ես քանդել եմ, մաքրել եմ, սարքել եմ լրիվ աշխատում է, ես ձեզ մանրամասն նույնիսկ հետ կքանդեմ, կբացատրեմ, ցույց կտամ, ինչը կարող է փչանալ, որ չաշխատի։ Եթե կունենաք նման խնդրեմ, ժողովուրդ ջան, դուք կարող եք օգտվել։ Ու տեսնեք, թե ինչն է պատճառը լինում, որ սա չի աշխատում։ Սիրելի ժողովուրդ, հիմա սա հինն է, հին փականն է ավտոմատ, որը որ չէր աշխատում, ես սարքել եմ, նորմալ աշխատում է։ Հիմա ես քանդեմ ու ձեզ ցույց կտամ պատճառը, որն էր պատճառը, որ չէր աշխատում։ Մատերիալը լատուն է, չի ժանգոդում, ոչ մի ժանգոդող դետալ չկա, դες մագնիսը չի պահում։ Քանդում եք ես փականը, բոլոր դետալները քանդվող են։ Հանում ենք միջուկը, ինչ որ կատարումը սրա մեջ է կատարում, ժողովուրդ ջան։ Փակեց, բացեց։ Հիմա այս եկա մի հատ վինտ, փոքր, դա հանեմ, նորից լատունից է, վինտը, հեշտ քանդվում է, մի քիչ պտտեցնում ենք ու հանում, հանեցինք։ Ես մեջը մաքրել եմ, մազութել եմ, մազութ կա մեջը, որպեսզի ավելի սահուն աշխատի։ Եկա մի հատ զսպանակ, Եվ վերջ, և այս սրա մեջ կա նմանաձև մի հատ դետալ, ոնց որ սկոբա լինի, ես սա սարքեցի, որ ցույց տամ ձեզ, նա մի քիչ հանել դժվար, էլ չեմ հանի, որովհետև այստեղ պրուժինա փոխել եմ, ես դուք կպատմեմ։ Նման մի բան է, որը դրված է մեջը, մեջը չգիտեմ հնարավոր է ձեզ ցույց տամ տեսնեք։ Եթե չերևայել, այս մի հատ դետալ է, ուրիշ բան չկա։ Դրա մի ծայրը բերված է ու մտցված է այս վերևը անց կա հատուկ։ Ասեցի այս սրա մի ծայրը մտցված է այստեղ անց կարած հատուկ էս անցքի մեջ։ Մյուս ծայրը իրա մեջ է։ Իսկ այս դետալի վրա կա նմանաձև երկու հատ կանավ կա, այս կանալներ 1 եւ 2։ Այստեղ էլ ունի հատուկ տեղ։ Երբ որ սա մենք սեղմում ենք, այն ներքևի ծայրը, սա այսպես գնում է, սրա մեջով, բարձրանում է վերև, ֆիքսվում է, հաջորդ սեղմելուց թռնում է այստեղ ու վերադառնում։ Էս է սրա աշխատանքային պրինցիպը, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչի չէր աշխատում։ Նկատեցի որ մեջը ոչ մի ջարդած բան չկա, ուրեմն պատճառը ինչը կլինի, այս վերևի մասում դեղադրված է զսպանակ, պրուժին, այս սա է, իր օրիգինալը։ Ես ցույց տամ, իր օրիգինալն է։ Սա հոգնել է, սա աշխատում է այս ձևով, ոչ թե աշխատում է որպես այս դիրքով զսպանակը, այլ աշխատում է այս ձևով, սեղմում բացվում է։ Երբ որ մենք սեղմում ենք, այս դետալը իրան սեղմում է, սկոբան, թեթևակի ինքը ընդարձակվում է ու նորից վերադառնում է դիրքը։ Սա հոգնել էր, մի խոսքով։ Ես ճարեցի նմանատիպ զսպանակ, դիամետրը մի քիչ ավելի փոքր, դիտավորյալ փոքր եմ վերցրել, սրանց կտրել եմ 2 գալար, 2 գվիտոկ գալար եւ դժվարությամբ հագցել եմ այստեղ կա պազ, այս պազի մեջ եւ արդեն դրանից հետո ինքը հոյակապ աշխատում է։ Հիմա հետ ենք հավաքում նորից նույն ձևով։ Սայագ եմ ակրել եմ եւ մազութել եմ, դաուտած։ Հիմա մտցնում ենք մեջը։ Հիմա նորից հետ ենք հավաքում։ Նորից վինտը դրել եմ տեղը,
շատ փոքր վինտ է ու ձգում եմ։ Ահա ձգում ենք։ Վերջ։ Հիմա փորձում ենք աշխատես թե չէ։ Սեղմում ենք, պահեց։ Սեղմում ենք, դուրս եկավ։ Ուրեմն ամբողջ պատճառը ժողովուրդ ջան այս դեսպանակն է։ Եթե ես իմանայի, որ այս դեսպանակն է պատճառը, իհարկե նորը չէի գնի $22, լեսակ վերանորոգի, ոչինչ չի եղել իրան։ Փաստորեն սա հոգնել էր ուղղակի։ Հիմա հետ ենք հավաքում նույն ձևով, ոնց ու քանդեցինք։ Այստեղ էլ ունի սալնիկ ռեզինից, այս է հերմետիկ։ Այս սալնիկի վրա մազութ չկսեք, կարող է մազութը իրեն խանգարի, պետք չի սա։ Ուրեմն դնում ենք ու հավաքում ենք։ Այս ձևով։ Հիմա դրել եմ տեղը ու ձգում եմ։ Այստեղ ինքը ունի հատուկ գործիքի տեղ, գլուչի տեղ, ես տապակաշուտ եմ ձգում, լավ է, հավաքում ենք փագանը, ձերքով ինչքան ուժ ունեք ու նորից մի հատ փորձարկում ենք, վերջ, ու հավաքում ենք ամբողջ իր սիստեմը։ Խնդրեմ, ժողովուրդ ջան, այսքանով ավարտում տեսանյութը։ Եթե եղավ օգտակար, դրեք ձեր լայքերը, որի համար ես շնորհակալ կլինեմ, բաժանորդագրվեք իմ YouTube անալիքին։ Եթե կունենաք նման խնդրեմ, կարող է եւ ձեզ սա օգնի։ Երեք առողջ բարին ընդ ձեզ։ Ձեզ հետ է Բորիս Խամբեկյանը։ Ցտեսություն։